Փառք Նժդեհին, ապրիլի 7-ի կապակցությամբ շնորհավորում եմ հայ մայրերին, տիկնանց եւ ապագա մայրերին, մեր դսրերին, աղջիկներին, օրիորդներին, ցանկանալով առողջություն, բարի պտղաբերություն եւ առողջ հայրենիների լուսաշխար բերելու ունակություն։ Առողջ ոչ միայն ֆիզիկապես, այլ նաեւ ինչպես երջանկայի շատակ Սիլվա Կապուտկյանն էր ասում, այնպես կրթեն իրենց երեխաներին, որ թե մորդ անգամ մտքիցդ հանես, քո մայր լեզուն չմոռանաս։ Այս սկզբունքով։ Սա ապրիլի 7-ի հետ կապված, բայց խոսակցության նյութը նորից վերաբերվելու է կրթությանը։ Հիմա բոլորը կրթությունից են խոսում եւ տարական մտածելակերպ ունեցող մարդու համար զարմանքի առաջանում, ասում են ինչի՞ է խոսում կրթությունից, դպրոց կա, համալսարաններ կան, քոլեջներ կան, կրթությունը գնում է ինչ է եղել, մարդիկ գնում են դպրոց, տառեր են սովորում, 2-ին գումարած 2 են սովորում, հա? Կենսաբանություն, սիրտը, աչքը, թոքը, քիմիա, հա, ջուրը, աղը, չգիտեմ, հիմքը, ֆիզիկա, չգիտեմ, ծանրություն, արագություն, ինչ է եղել մեր կրթությանը։ Չէ՞ մարդիկ կմտածեն, ասեն, զազրախոսում են էլի, բավոր կրթություն չկա, ուրեմն դպրոցը պետք է փակ լինի։ Չէ՞, ասենք համալսարանները պետք է փակ լինեն։ Այն պրիմիտիվ դատող մարդը այդպես պետք է մոտենա հարցին։ Բայց ես ձեզ հիասթափեցնեմ։ Ուրեմն կրթությունը դա ուղղակի տեղեկատվություն չէ։ Դա ինքնապաշտպանվելու ամենամեծ զենքն է։ Անկամ կենդանիներ կան, որ իրենց երեխաներին ցակեն սովորեցնում են որս անել։ Այսինքն կրթում են։ Դե մարդը բանական էակ է, ավելին պետք է անի։ Եվ մենք կրթությունը պետք է ծառայեցնենք անվտանգությանը։ Այսօր ինչ վտանգներ են սպառնում մեզ։ Արդյոք դպրոցում 2-ին գումարած 2 սովորեցնելով կամ չգիտեմ անազգանուն գրել, կարդալ կամ տեզերքի աստղերի դիրքերը որոշելով մենք դրանով լիարժեք ապահովում ենք գիտելիքով, որով կարող է հայ մարդը անվտանգ լինել։ Իհարկե ոչ։ Ամենաշատ խոցելին այսօր մեր ինքնությունն է։ Մարդ պարտադիր չէ ոտքի վրա մեռնի։ Մարդ կարող է ոտքի վրա կանգնած մեռած լինել։ Ապրի պես չիմանա ինքնով է։ Հասկանում եք, երբ որ Նիկոլն ու Տիկինը ասում են սովորեն նորաձև է, թե ծաղրում ենք, ասում ենք, այս ապուշները կրթություն չեն ստացել, բանը գրքի հետ նկարվում են, էս են անում, իրենք նորաձևություն են մտցնում մեր կրթության մեջ, որ մենք կտրվենք մեր ինքնությունից, մեր պատմությունից, իրանց նորաձևությունը դա է։ Մենք ծաղրում ենք իրենց, չէ, թերագնահատում ենք, ասում ենք դե դեբիլ են, բնական է դեբիլ են, բայց իրենք շատ ճիշտ են կատարում են թշնամու հանձնարարականը, որը իջեցվում է իրենց վրա։ Եթե այսօր իրենք ասենց հզոր քայլերով արևմտյան Ադրբեջան թեզ են առաջ տանում, դա հենց մեր դեմ հակակրթության մեթոդ է։ Եթե մենք չգիտենք մենք ով ենք, եթե ինքը Հայաստանի տարածքը համարում է թուրքական աշխարհ, մենք մեր տան մեջ դառնում ենք օտար։ Երբ որ հենց մենք ընդունեցինք, որ սա թուրքական աշխարհ է, թուրքերն ասել են, դուք մեր աշխարհի մեջ ապրելու եք մեր մեթոդներով, մեր կանոններով, մեր սկզբունքներով։ Այդ ժամանակ դադարելու ես հայ լինելուց։ Այսինքն դու ոչնչացար, կապ չունի շնչում ես։ Հասկանում ես, կրթությունը ինչ նշանակություն ունի։ Երբ որ դու չես ուսումնասիրում քո արմատները, դու չես իմանում դու ով ես եւ ինչի իրավունք ունես եւ որն է քոնը, դու ինչի տերն ես։ Երբ որ դու ուղղակի թվաբանություն ես սովորում ու վերջ, ու քեզ մի օր ասում են սա քոնը չէ, վերկած գնաց տեղից, դու գլուխը մտնում ես, ասում դե որ իմը չի գնամ, բա ինչ անեմ։ Չէ՞։ Նիկոլն ասում էր մենք կադաստրի վկայական չունենք։ Այսինքն մեզ զրկում է մեր իրավունքից, մեր սեփականությունից, մեր հողից։ Սա կրթված չլինելու կամ հակակրթություն ստանալու հետևանք է։ Եվ ասեմ, մինչև իր վարչապետ գալը արդեն իսկ մարդիկ Թուրքիայում կրթվում էին, որ այս մեթոդները հենց Սերժի օրոք, չէ՞, այդ նույն Արարատ Միրզոյանը, այդ նույն Ռուբին Ռուբինյանը, դրանք կրթվում էին, որ գան այսօր մեր տունը քանդեն։ Անկամ Սերժիկի օրոք չզարմանաք։ Ու այս մասին գիտեր նաև Սերժիկը, Սերժիկ Սարգսյանը։ Եվ հենց որ սրանք եկան իշխանությունը վերցրեցին, անմիջապես առաջի հարվածը պատմության դասարի։ Մեր երջանկա հիշատակ Արտակ Մովսիսյանին, երբ որ լսում ես, հասկանում ես, այդ մարդու մահը պատահական չէր։
Այդ մարդու կռիվ հենց դրանց եկած, որ մենք հələ հեղափոխություն ասած այդ ճակերտավոր հեղափոխությամբ ապրում էր մարդը, չէ, ժողովուրդը ողջավորված, Արտակ Մովսյան արդեն կռիվ էր տալիս նրանց հետ։ Որ սրանք թուրքական ծրագրով են մեր պատմությունը ուզում մտցնեն դպրոց։ Այն անգամ լսեցի, որ այն Գիլդի մուլտֆիլմեր կային, չէ, Գիլդին, որ ադրբեջանցիները ստորացնում էին։ Մտել են ասում է իշխանության են եկել առաջի գործը այդ մուլտերի այդ YouTube-յան ալիքներով ամեն տեղերով արգել են այդ մուլտերը ցուցադրել։ Այսինքն չխոցել Ադրբեջանին։ Հասկանում եք։ Այսինքն ամեն կերպ հնարավորություն են տալիս Ադրբեջանը առաջ գա յուրացնի մերը, չէ՞, ինչ են անում, ուզում են Քոչարին ձեռներիցս խլեն, ՅՈՒՆԵՍԿՕ-ն հաստատել է, չնայած որքան էլ Մեհրիբանը ջանք է թափել ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախկին նախագահը Մեհրիբանի ընկերուհին է եղել։ Եվ նա փորձել է, որ Քոչարին դարձնի ադրբեջանական չեն կարողացել, բայց մինչև օրս իրենք կռիվ են տալի, որ անգամ այդ պարը, այդ շարժումը, որը ցույց է տալի մեր համախմբումը, չէ՞, Հուլիոս Կեսարն էր ասել, որ հայերը ուսուսի կանգնում են եւ պարում են, դրանց հաղթել հնարավոր չէ։ Իմ պալատիսյունները ավազ կդառնան, փոշի կդառնան, բայց նրանց հաղթել չի լինի։ Այս հոպատական չի, որ ադրբեջանցիները ամեն ինչ ուզում են յուրացնել տոլմայով։ Մենք ծաղրի ենք ենթադրում, մենք հայ ինչ է տոլման թող տանի, տոլման իրենցից հին է։ Երբ որ իրենք տոլման սեփականացնում են, իրենց արժեքը, իրենց տարիքը մեծացնում են։ Հասկանում եք։ Ուստի ինչ է մեր խնդիրը, որ մենք կարողանանք մեր ինքնությունը պահել։ Մեզ փորձում են, պատկերացրեք, մեր ոնց են ծառը պատվաստում։ Վերցնում են մի պիտանի ծառի ճյուղ, տանում են եւ վայրի, մի անպետք ծառի վրա պատվաստում են, որ ինքը միրգ տա։ Մենք հայտնվել ենք այդ կարգավիճակում։ Մեզ վերցնելու են տանեն թուրքական անպտուղ ծառի վրա պատվաստեն եւ մենք միրգ տանք եւ նա կոչվի թուրքական, որովհետեւ ծառը հիմքը թուրքական է։ Հասկանում եք։ Մեզ ոչնչացնում են այսպես։ Խնդիրը սրա մեջ է։ Եթե դու չգիտես, որ Արցախը քոնն է, եթե դու կանգնում ես ասես Արցախն իմը չի, եթե դու վիրավորում ես արցախցուն, շնորհակալ դու ինքդ քեզ ես վիրավորում։ Հաջորդը դու վիրավորելու ես Գեղարքունիքի հային, հետո դու վիրավորելու ես Սյունեցուն, հետո, չգիտեմ, Ապարանցուն։ Ու հետո տեսնում ես, որ դու էլ չկաս։ Սա է հենց խնդիրը։ Հակակրթություն կամ կրթություն չունենալը սա է։ Չճանաչել ինքդ քեզ, նշանակում է դու չգիտես քեզ ինչ է պատկանում։ Դու ինչի տեր ես, ինչը պետք է պահես, որ դու մնաս հայ։ Եթե դու ոչինչ չունես, ըստ Նիկոլի, ուրեմն դու պահելու բան էլ չունես։ Եթե դու ոչինչ չունես, ուրեմն դու ծնվել ես ոչնչից։ Քոչվոր ես, ինչպես թուրքը։ Դու պետք է կորես ուրեմն։ Այս սա է կրթությունը։ Այս սա է մեզ քանդողը, երբ որ մենք իրար մեջ սեպ ենք խրում, իրար ատում ենք, այս մերը չէր այն թուրքիններ ու գիտեք վատը որն է, շատ հեշտ հրաժարվում ենք մեր ունեցվածքից, շատ հեշտ։ Մի օր լսել եք Ադրբեջանը կամ Ալիևը մի բան զիջելու մասին խոսի։ Իրենք ոչնչից չեն հրաժարվում։ Դու քո սեփականությունից հրաժարվում ես, սա էլ է կրթական ցենզուր մակարդակ, նրանք չէ։ Սթափվեք իսկապես հերիք է, Արցախահայերին հանգարց չվիրավորեք, նրանք մեզանից մեկն են։ Փառք Նժդեհին, պինդ մնացեք։